Բայց քանի անգամ Սև անապատի օրդուները Սև իրարու ետև եկան զարկեցին մեր քարվանն ազնիվ Հայոց լեռներում, Արնոտ լեռներում։ Սա 1902 թվականին Հովհաննես Թումանյանի Հայոց լեռներում բանաստեղծությունն է։ Ովքեր են Սև օրդուները, վայրի ցեղերը, որոնք անընդհատ գալիս գնում էին այս տարածաշրջանում։ Հիմա ովքեր են վայրի ցեղերը, այո, վայրի Սև օրդուներից մեկը այսօր Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, տվել է Գորիս-Կապան ճանապարհը, մենք Կապան էինք գալիս Գորիսով եւ ստում է, թե մեր հայրենասիրությունը ինչ-որ տեղից, ինչ-որ խորհրդային միությունից է ծնվել եւ այլն եւ այլն։ Մեր պաշտպանությունը, դիմադրությունը ծնվել է Շեք անապատի օրդուների գալու, գնալու արդյունքում ու չի դադարելու, քանի որ այդ վայրի ցեղերը անընդհատ գնալու գալու են, մեզ էլ բանակ է պետք, որ նրանցից պաշտպանվենք։